Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե վստահ չէ, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ստորագրել խաղաղության ամերիկյան պլանը, թեև նրա պնդմամբ ուկրաինացիները համաձայն են Վաշինգտոնի առաջարկներին։ Դոնալդ Թրամփն ասել է, թե հիասթափված է, որ Ուկրաինայի նախագահը դեռ չի կարդացել ամերիկյան առաջարկները։ Մենք խոսել ենք նախագահ Պուտինի և Ուկրաինայի ղեկավարության հետ, այդ թվում նախագահ Զելենսկիի հետ, և պետք է ասեմ, որ մի փոքր հիասթափված եմ, որ նա դեռ չի կարդացել արված առաջարկը։ Ամերիկյան պլանը վերջին օրերին մի քանի անգամ փոփոխվել է, եւ նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչը չի կարդացել Զելենսկին։ Սպիտակ տան ղեկավարի այս հայտարարությունից հետո, սակայն Ուկրաինայի գլխավոր բանագնացը հայտնել է, որ ամերիկյան կողմի հետ Ֆլորիդայում մի քանի օր աշխատել են ամերիկյան առաջարկների շուրջ։ Ռուստեմ Ումերովն ասել է, որ այսօր Ուկրաինայի նախագահին կտրամադրեն ամերիկյան կողմի հետ երկխոսության բոլոր ասպեկտների եւ փաստաթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։ Մենք շատ ինտենսիվ աշխատում ենք սոցցանցում, գրել է նա։ Մինչ այդ Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Երեկոյան ուղերձում Զելենսկին ասել է, որ բանակցությունները կառուցողական էին, սակայն ոչ հեշտ։ Ամերիկյան ներկայացուցիչները գիտեն Ուկրաինայի հիմնական դիրքորոշումը, զրույցը կառուցողական էր, թեև հեշտ չէր, մենք շարունակում ենք աշխատել։ Ուկրաինայի նախագահն այսօր Լոնդոնում կհանդիպի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների հետ, քննարկելու ամերիկյան առաջարկները։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն իր հերթին հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու գործարքը իսկապես մոտ է։ Քիթ Քելոգի խոսքով հակամարտության կարգավորման ջանքերը վերջին փուլում են, որը ըստ նրա ամենադժվարն է։ Քելոգը մանրամասնել է, որ երկու չլուծված հիմնական հարցերը վերաբերում են տարածքների, մասնավորապես Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի եւ Խերսոնի, ինչպես նաեւ Զապորոժիեի ատոմակայանի ապագային։ Եթե մենք կարգավորենք այս երկու հարցերը, կարծում եմ մնացած ամեն ինչ լավ կընթանա։ Պարզապես պետք է սպասենք եւ տեսնենք, թե ինչպես կընթանան իրադարձությունները, բայց շատ մոտ ենք կարգավորմանը։ Ու մինչ Վաշինգտոնը պնդում է, որ մոտ են խնդրի կարգավորմանը, Մոսկվան ողջունել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որում Ուկրաինայում պատերազմն ավարտելը ԱՄՆ հիմնական շահերից մեկն է համարվում։ Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, դա մեծապես համապատասխանում է Ռուսաստանի պատկերացումներին եւ հնարավորություն կտա շարունակել ուկրաինական հակամարտությունը կարգավորելու աշխատանքները։ Եվ թերևս կարելի է հուսալ, որ սա կարող է համեստ երաշխիք լինել, որ ուկրաինական խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ կառուցողական համատեղ աշխատանքը կարող է շարունակվել։ Այս ֆոնին Արևմուտքը շարունակում է ուղիներ փնտրել մեծացնելու Ռուսաստանի վրա ճնշումը։ Ռոյտերզի տեղեկություններով մեծյոտնյակի եւ Եվրոպական միության երկրները մտադիր են լիովին արգելել ծովում տրանսպորտային ծառայությունների մատուցումը Ռուսաստանին, որպեսզի կրճատեն Մոսկվայի նավթային եկամուտները, որն իր նավթի 1/3-ը տեղափոխում է տանկերներով, օգտվելով հիմնականում արևմտյան երկրների ծառայություններից։ Այս ընթացքում կողմերը շարունակել են հարվածները։ Խարկովում ռուսական հարվածներից զոհվել է 3, վիրավորվել 10 մարդ, Դնեպրոպետրովսկում զոհվել է 1, վիրավորվել 5 մարդ, եւս 1 վիրավոր կա Սլավյանսկում, Զապորոժիեում կա 3 վիրավոր, Սումիում ռուսական անօդաչուն հարվածել է բազմաբնակարան շենքի, կա 7 վիրավոր։ Ըստ ուկրաինական Deep State նախագծի ռուսական զորքը առաջ է շարժվել Դոնեցկի մարզի Միրնոգրադ քաղաքի ուղղությամբ։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Ռուսաստանին, Բելգորոդում անօդաչուի հարվածից 3 մարդ է վիրավորվել։